Մերժված առաջարկը երբեմն ցավեցնում է ոչ թե նրա համար, որ չեք ստացել գումարը կամ գործակցությունը, այլ ցավեցնում է, որովհետև մի պահ թվում է, թե մերժել են ձեզ։ Սոցիալական բացառման մասին հետազոտությունները ցույց են տվել, որ մերժման կամ անտեսված լինելու փորձը կարող է ակտիվացնել ուղեղի այն համակարգերը, որոնք կապված են մտավոր հյուծվածության եւ ցավալի փորձառության հետ։ Սա չի նշանակում, որ մերժումը բառացիորեն նույնն է, ինչ ֆիզիկական վնասվածքը, բայց բացատրում է, ինչու չպատասխանված նամակը, անտեսված առաջարկը կամ ոչը երբեմն այդքան ծանր են զգացվում։ Դուք ուղարկում եք առաջարկ, պատասխան չկա, եւ արդեն մի քանի ժամ հետո կարող եք մտածել. գուցե առաջարկածս ծառայության գինը բարձր էր, գուցե ես դեռ բավարար լավ մասնագետ չեմ, գուցե ընդհանրապես ինձ պետք չէր առաջարկ անել։ Բայց բիզնեսում կարևոր է տարանջատել երկու բան։ Մարդը մերժել է առաջարկը, մարդը չի մերժել ձեր մարդկային արժեքը։ Նա կարող է չունենալ բյուջե, ժամանակ, ներքին առաջնահերթություն կամ պարզապես դեռ չհասկանալ՝ դուք ինչ խնդիր եք լուծում։ Ես առաջարկների համար մի կանոն կդնեի. 1 ոչը զգացում է, 10 ոչը տվյալ է, իսկ տվյալն արդեն վերլուծում են, ոչ թե անձնական ողբերգություն դարձնում։